մի առակ, հիվանդությունն ու մարդիկ։ Մի անգամ հիվանդությունը խղճաց մարդկանց և դադարեց նրանց տանջել։ Մարդիկ սկսեցին լավ ապրել, թեթև, ազատ ու հանգիստ։ Իրենց ուրախությունից հիվանդությունն իսկ ինքը բուժվեց։ Միայն որոշ ժամանակ անց հիվանդությունը տեսնում է, որ մարդկանց հետ ինչ-որ բան այն չէ։ Նրանք, ովքեր հիվանդության շնորհիվ հեզ ու համեստ էին, գոռոզացել էին, հպարտացել։ Ում որ նա պաշտպանում էր վտանգից ու վտանգավոր զբաղմունքներից, առանց նրա հայտնվում էին միանգամից վտանգի մեջ։ Իսկ ովքեր ժամանակավոր տանջանքներով քավում էին նախկին մեղքերը, նրանց մոտ կյանքից հետո կարող էին սկսվել հավիտենական տառապանքները։ Եվ այնքան վշտացավ այդ մտքից, որ իր չմտածված բարությունից հիվանդությունը նորից հիվանդացավ, ու իրենից հետո նաև մարդիկ։ Սիրելիներս, իսկ ինչ է ուսուցանում այս առակը։ Առակն ուսուցանում է այն մասին, երբ որ մենք հիվանդանում ենք, խեղճանում և տկարանում ենք ու սկսում ենք աղերսել Աստծուն, որ մեզ բուժի, և կառչվում ենք Աստծուց, որպեսզի բուժենք։ Այդ ժամանակ մեր խնդրանքները և աղոթքները շատանում են, իսկ երբ արդեն բուժվում ենք, ապաքինվում ենք և ազատություն ենք ստանում այդ հիվանդությունից, մոռանում ենք Աստծո մասին, երբ որ նա խղճաց և գթաց մեզ, մոռանում ենք ու ընկնում ենք նորից այն ազատության մեջ, որ ինքնամոռացվում ենք։ Եկեք բոլոր իրավիճակներում աղոթենք և արթուն լինենք և միշտ ապավինենք Աստծուն ու շնորհակալություն հայտնենք թե հիվանդության ժամանակ, թե առողջության ժամանակ, թե հիվանդություններից ու կարիքներից ազատվելու ժամանակ և թե հիվանդության ու կարիքի մեջ լինելու ժամանակ։ Աստված օրհնի